Պարոն դուք ջայրով երթին մասնակցելու եք։ Որ թողեք հասնեմ հլկիսատ գործեր կա եւ անպայման Պարոն Մինասյան մի հարց է սահմանադրության հարց։ Եկել ես թեմայով մի հարց ունեմ։ Դանիել Իոնիսյանը գրել է, որ դա եւս հանդիսանում է հայ-աղափական դաշնակցության միջոցառումը եւ դրա ֆինանսավորումը պետք է համապատասխանի կուսակցությունների օրենսդրության կարգավորումներին։ Նա ինչ ֆինանսավորման է տեղի ունենալու։ Ինչ ֆինանսավորում։ Նկատի ունեն ջահերը մեր մոտ անցյալ տարիներից ձեռք բերվածը կա, դրա վերաբերյալ հայտարարագիր ենք մենք ներկայացել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, բացատրություն ենք տվել, երկրորդը դրոշները նախկինում ձեռք բերված շարունակում են մնալ, այդ նաև Արցախի դրոշը, էլ ինչ կա այնտեղ։ Ուրիշ ինձ թվում է, բեմահարտակ կամ այլ պարագաներ, դա կարող են լինել նաև, քանի որ ջայերով երթը հանրային միջոցառում է, այն դադարել է լինելու բացառապես դաշնակցության միջոցառումը, հանրային միջոցառում է, ազգային մակարդակով բարձրացված միջոցառում է, եւ կարող են լինել նաև անհատներ, անձինք, կազմակերպություններ, ովքեր իրենք էլ են մասնակցում, իրենց նախաձեռնությամբ, իրանց ծախսերով, ասենք ենթադրենք մեկը բերել է մեքենայով դրոշներ եւ բաժանում է մարդկանց։ Դա ո՞նց կարող է վերագրվել դաշնակցությանը, կամավոր գործողություն է, որ կատարել է։ Հետևաբար պարոն Իոնիսյանին ուզում եմ տեղեկացնել, որ շնորհակալություն իհարկե հիշեցման համար, բայց ուզում եմ հիշեցնել, որ մենք արդեն իսկ մեր հաշվետվություններում նախորդ տարիների ներկայացրել ենք ջայերով երթի այն հատվածը, որը որ կազմակերպական ֆինանսավորման առումով հայ-աղափական դաշնակցություն կուսակցությունն է իրականացրել։ Մնացած մասով կարծում եմ հետագայում ավելի, եթե կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ունենա հարցեր, մեծ սիրով կպատասխանենք։ Մի հարց էլ պարոն Մինասյան, ձեզ որպես իրավաբանի եմ հարցնում։ Ուժեղ Հայաստան կուսակցությունը ասում է, եթե մենք անցնենք խորհրդարան եւ սահմանադրական մեծամասնություն ձևավորենք, մենք կփոխենք սահմանադրության համապատասխան դրույթը, կվերացնենք արգելքը, որը խոչընդոտում է, որ այս պահին Սամվել Կարապետյանը դառնա պատգամավորի թեկնածու, հետո դառնա նաև վարչապետ եւ այդ խութը արգելքը վերացնելուց հետո Սամվել Կարապետյանին կդարձնենք Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Որպես իրավաբան դուք կողմեք սահմանադրական կարգը տապալելով Ներողություն, բայց ինչ սահմանադրական կարգի տապալման մասին է խոսքը գնում, տեսեք։ Ինչ են ասել մարդիկ ըստ ձեր ձևակերպումով, ասում են, եթե իրենք ունենան սահմանադրական մեծամասնություն, ենթադրվում է, որ սահմանադրության այդ հոդվածի փոփոխությունը պահանջում է 2/3, այսինքն 66%-ից ավելի ձայն, իրենք իրավունք են ստանում կատարել սահմանադրության մեջ այնպիսի փոփոխություն, որը ոչ թե հանրաքվեի, այլ ազգային ժողովի իրավասության հարց է։ Այստեղ սահմանադրական կարգի տապալման մասին չի կարող խոսք լինել։ Երկրորդը Հայաստանի վարչապետ դառնալու համար բացարձակ անհրաժեշտ չէ լինել պատգամավոր ըստ սահմանադրության։ Բավական է լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ընդ որում գործող սահմանադրությամբ միայն Հայաստանի քաղաքացի եւ ազգային ժողովում ունենալ մեծամասնություն անձինք, ովքեր քվեարկեն։ Հիմա տեսեք, նորմը, որի մասին ասվում է, վերաբերում է կառավարության անդամներին ներկայացվող սահմանափակումներին։ Խոսքը չի գնում պատգամավորների մասին։ Խոսքը գնում է կառավարության անդամների սահմանափակումների մասին։ Սահմանադրական այդ նորմը փոփոխման է ենթակա ոչ թե հանրաքվեով, որովհետև պատգամավորների հարցը հանրաքվեով է։ Իսկ կառավարության անդամների ներկայացվող պահանջները կարող է փոփոխվել առանց հանրաքվեի։ Բայց առաջ չընկնենք։ Բայց ես գնահատում եմ իրենց անկեղծությունը, ճիշտն ասած։ Ավելի լավ չի անկեղծորեն ասել, թե իրենք ինչ են ուզում, քան թե ուղիղ գլխի վրա հակառակ հայտարարություններ անել, ինչպես Նիկոլ Փաշինյանը, գա եւ անել ուղիղ հակառակ բաներ։ Ես բարձր եմ գնահատում բոլոր այն քաղաքական ուժերի եւ գործիչների խոսքը, որոնք հրապարակային բաց տեքստով իրենց մտադրությունների մասին ասում են։ Այսինքն սահմանադրությունը մեկ անձի հակով, այսպես ասած, պերեդելկա անելու ուժեղ Հայաստանի մտադրությանը կողմեք։ Ես չեմ համարում դա մեկ անձի վրայով պերեդելկա, ինչպես դուք գրեցիք, անելու, ավելին ասեմ, եթե ես չեմ սխալվում, նույն Նիկոլ Փաշինյանը ինքն էր հայտարարում, որ այդ սահմանափակումը պետք է վերացնել։
Ես ուզում եմ հիշեցնել իր պարլամենտում ունեցած ելույթներից մեկի ժամանակ ինքը ուղիղ տեքստով էր դա ասում։ Ու եթե չեմ սխալվում 148 հոդվածն էր սահմանադրության, որ անհրաժեշտ է անիմաստ սահմանափակումը անտրամաբանական սահմանափակումը վերացնել, որպեսզի հնարավորություն տրվի նաև Սփյուռքի մեր հայրենակիցներից շատերին ներգրավվելու Հայաստանի կառավարման գործում։ Այդ ինչ եղավ, որ ինքը միտքը փոխեց։ Կարող է այդ իշխանական աթոռը այնքան փափուկ էր, որպեսզի որ իրան ուղակի տվեց հնարավորություն, ասես չէ, ինձնից բացի ուրիշ ոչ ոք չնստես աթոռն։ Իմ էլ հրապարակային դրա մասին ասում եմ կամ ես եմ լինելու վարչապետ կամ Հայաստան չի լինելու։ 15 թվականին, երբ որ ընդունվեց սահմանադրությունը, եթե չեմ սխալվում, դուք պատգամավոր եք, թե նախարար։ Ես 15 թվականին պատգամավոր եմ եղել, ես կողմ եմ արտահայտվել այդ սահմանադրությանը, առանձին վերապահումներ ունեցել եմ սահմանադրական մեխանիզմների անկատարության մասին, այդ թվում նաև գործադիր իշխանության զսպելու ինստիտուցիոնալ համակարգի մասին, ինչը ցավոք սրտի հիմա առարկայական է դարձել եւ իմ վատ կանխատեսումները այն ժամանակվա իրականություն է այսօր դարձել։ Այսօր գործադիր իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ դարձել է սահմանադրությունը օրնիբուն ոտնահարող ու դրա համար որևէ պատասխանատվության չենթարկվող անձ։ Ըստ էության իմպերատոր, թագավոր, ես չգիտեմ էլ ինչ։ Դրա համար էլ մարդն իրան Հիսուսի տեղել է դնում, հիմա արդեն կանցնի Աստծո տեղն էլ դնելու։ Պարոն Մինասյան, մի հարց էլ է, դամ շատ այսպես կարծիքներ կան, տարբեր հարթակներում են գտնվում, որ եթե օրինակ ամփոփ ենք, հա։ Այո, ձեր քաղաքական ուժի վարչապետի թեկնածին, եթե օրինակ լիներ Աննա Գրիգորյանը, ավելի մեծ վստահության կարժանանայի քննարկվել է այդ տարբերակը, թե միայն Ռոբերտ Քոչարյան եւ վերջ։ Չէ, այդպիսի տարբերակներ չի քննարկվել ով միայն կամ եւ այլն։ Իդեպ ասեմ, Հայաստան դաշինքի մեջ բազմաթիվ վարչապետ տեխնացուներ կա։ Մենք ինչ ենք երկրորդ նախագահի որպես վարչապետի տեխնացու նաեւ վստահ, որ ինքը կհաջողի։ Թե իր անցած ճանապարհը, իր փորձառությունը, թե միջազգային ասպարեզում իր հեղինակությունը, այս բոլորը հնարավորություն են տալիս, այսօր եթե կա այդ հնարավորությունը Ինչու հայ ժողովուրդը այդ հնարավորությունից չօգտվի։ Բայց այդ փորձառությունը այս 5 տարվա մեջ ձեռք բերեց, Ոչ, ով էր, չէ՞ մասնակցում։ Հա, բայց 21-ին էլ էր վարչապետ տեխնացուն Ռոբերտ Քոչարյանը։ Չէ, վարչապետն։ Հա չդարձավ, որովհետև այդքան վստահության քվե ժողովուրդը չտվեց մեզ։ Ուզում եմ ասեմ հիմա կտա, հիմա որ Այն հույսով, որ վճռական ենք տրամադրված եւ հավատում ենք, որ մեր այսքան գործունեությունը նաեւ ցույց տվեց, որ մենք ճիշտ էինք։ Իսկ Լևոն Բայաջան։ Դա հանրությունը զգացել է ու նախորդի Հիմա ավելի վճռական։ դուք հանրության մի մասն եք։ Եթե դուք ասեք զգացել եք թե չէ, ես ձեր տված հարցի շրջանակներում։ Տեսեք, վճռական տրամադրված լինելը եւ քաղաքական process-ներ գեներացնել եւ քաղաքական Բայաջան, խոսակցությունը սկսավ Ռոբերտ Քոչարյանի վարչապետի տեխնացու համոզված կողմնակիցների վճռականությունից, չէ՞։ Հիմա դուք ֆրսնում եք նորից հարցը, բերում եք ասում եք ինչ հարց։ Ես ձեզ եմ հարցնում։ Ես համոզված եմ, որ վարչապետ Ռոբերտ Քոչարյանի ժամանակահատվածում երկիրը շտկելու է իր մեջքը։ Մենք դուրս ենք գալիս այս պարտադրված զիջողական վիճակից։ իսկ պոտենցիալ վարչապետությունների մեջ Լևոն